Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար, որովհետև արդեն 3-րդ տարին է, ինչ թևակողել ենք Ղարաբաղից տեղահանման իրավիճակից հետո եւ սա նաեւ հնարավորություն է միասնաբար ամփոփելու այն բոլոր լուծումները, որոնք մինչ այս պահ մենք ունեցել ենք, արձանագրելու, որ դրանք եղել են լավ լուծումներ եւ զուգահեռաբար արձանագրելու, թե ինչպիսի խնդիրներ ունենք մինչ այս պահը կուտակված եւ նաեւ ինչպիսի որոշումներ կարելի է ուրվագծել այս տեսանկյունից։ Պիտի նշեմ, որ այս իմաստով 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների շրջանակներում, երբ որ մենք բավական մարտահրավերային process-ում ենք գտնվել, պրոֆեսիոնալ աշխատանք է տարվել Հայաստանի Հանրապետության կողմից եւ մենք շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության ունեցել ենք տվյալների նույնականացում, այսինքն տեղահանված անձանց նույնականացում եւ այս բազան հիմքն է եղել, աղբյուրն է եղել մեր հետագա որոշումների կայացման եւ հնարավորինս արագ մեր հայրենակիցներին տարբեր նաեւ սոցիալական ծրագրեր ներկայացնելու համար։ Սա էր պատճառը, որ ընդհանուր առմամբ շուրջ 1 ամսվա մարտահրավերային աշխատանքի արդյունքում կառավարությունը կարողացել է 2 կարևոր որոշում կայացնել առանց ժամանակ վատնելու։ Առաջինը դրանք 100,000 դրամների եւ դրանից բխող սոցիալական ծրագրերն են եղել, որոնք հնարավոր չէր լինի այդ ժամանակահատվածում իրականացնել, եթե չլինեին նույնականացման այն բազան, որը որ մենք ունեցել ենք, համատեղ ջանքերով կուտակված, եւ երկրորդը կարեւոր եմ համարում, որ այս բազան հետագայում արդեն մեծ հնարավորություն է տվել զտելու, հասկանալու, թե ինչ խնդիրներ ունենք, ինչպիսի թիրախմբերի հետ կապված, ինչպիսի սոցիալական ծրագրեր ըստ էության պետք է կարողանայինք իրականացնել, եւ երկրորդ կարեւոր որոշումը, որ այս տեսանկյունից կառավարությունը կայացրել է, դա կարգավիճակին վերաբերող հարցն է եղել։ Սա եւս չափազանց կարևոր նշանակություն ունի, որովհետեւ ունենալով նույնականացման բազան կառավարությունը կարողացել է իր պաշտպանության ներքո վերցնել մեր սիրելի հայրենակիցներին եւ տալ նաեւ միջազգային լեգիտիմ ընդհանուր առմամբ պաշտպանվածություն, ինչը եւս կարևոր նշանակություն ունի եւ մենք մինչ այս պահը որևէ ձևով, որևէ վիճարկում կամ քննարկում նույնիսկ մեր միջազգային գործընկերների հետ այս տեսանկյունից չենք ունեցել եւ սա թույլ է տվել առաջ գնալու եւ նորանոր որոշումներ կայացնելու այս առումով։ Անդրադառնալով քաղաքացիությանը, բնականաբար հանրապետության վարչապետը եւս շեշտադրեց, որ մեր քաղաքականությունն այն է, որ մեր process-ները այնպես դասավորենք, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ կարողանանք ունենալ մեր հայրենակիցների շրջանում եւ առնվազն նրանց տանք այն հնարավորությունները, որը թույլ կտա որոշում կայացնելու, դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար, թե շարունակել այստեղ կենսագործունեությունը այլ իրավական կարգավիճակով։ Եվ ես պիտի փաստեմ, որ մենք անմիջապես, երբ որ կարգավիճակի որոշումը եղել է, մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը եւ քաղաքացիության դիմումների ընդունման գործընթացին ենք լծվել, ընդ որում ի տարբերություն ներկա իրավիճակի մենք նախկինում ընդամենը 1 կետում էինք ընդունում քաղաքացիության հետ կապված դիմումները, հաշվի առնելով նաեւ ընդհանուր ծավալները։ Այս պահի հանրապետության բոլոր կետերում հաշվի առնելով մեր հայրենակիցների դիմումների հոսքերը, բոլոր կետերը բաց են, հասանելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմումներ ներկայացնելու համար։ Ընդ որում բացի հիմնական կետերից պիտի նշեմ, որ Երևանում 2 կետ ունենք առանձնացված եւ նաեւ շրջիկ ձևաչափով մեր շարժական գրասենյակները եւս թույլ են տալիս դիմումները այդ եղանակով եւս հավաքագրելու։ Նշեմ, որ այս ընթացքում իհարկե որոշ խնդիրներ արձանագրել ենք փաստաթղթավորման առումով հատկապես, որովհետեւ մեր սիրելի հայրենակիցները ներկայացրել են տարբեր հարցեր, որոնք կախված են եղել որևէ փաստաթուղթ կորցնելու, այդ փաստաթղթի հետ կապված տվյալները չներկայացնելու մասով, բայց պիտի նշեմ, որ մենք սերտորեն գործակցելով մեր գործընկերների հետ անընդհատ փորձում ենք լուծել այս խնդիրները, հասկանալ, թե ինչպես պիտի վերականգնենք այս տվյալները։ Գիտեմ, որ տարբեր խնդիրներ եք նաև բարձրաձայնում մեր հետ թե ուղիղ, թե անուղղակի հաղորդակցության շրջանակներում, որ հատկապես ծննդյան վկայականների վերականգնման մասով հարցեր կան, դատական քաշքշուկներն են ավելի բարդացնում ընդհանուր process-ը եւ այս պայդրությամբ օրինակ լուծում ենք քննարկում, կգանք իհարկե վերջնական որոշման, բայց շատ ավելի հեշտ ճանապարհով, օրինակ նոտարի կողմից իրավաբանական փաստ հաստատելու ճանապարհով ավելի կրճատելու այն ժամանակահատվածը, որը որ պիտի ծախսվի փաստաթղթի վերականգնման վրա, իհարկե միասնաբար կհասկանանք նաև այս լուծման իրատեսականությունը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք եւս իրազեկվելով խնդիրներին փորձում ենք այլընտրանքային լուծումներ նաև այս տրամաբանության մեջ մշակելու, որպեսզի process-ը հարթ ընթանա, եւ եթե թվային պատկերը նաև ներկայացնեմ, պիտի նաև նշեմ, որ մենք մինչ այս պահը արդեն իսկ ունենք
Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, ով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում նշեմ նաև, որ շուրջ 1000 դիմումներ, այսինքն հրամանագրի նախագծեր այս պայդրությամբ գտնվում են Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Այսինքն ընդամենը օրերի կտրվածքով եւս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք եւ կկարողանանք այս process-ը կրկին արագացնել։ Ուզում եմ նաև փաստել, որ մենք ունեցել ենք մերժման 0 դեպք։ Սա վարչապետի կողմից նշված մեր հանձնառության ուղիղ կատարման նաև արդյունքն է, որովհետև մենք այո իրականացնում ենք ստուգումներ, այո ուշադիր ենք բոլոր դիմումներին, որովհետև process-ը ի վերջո պիտի լեգիտիմ լինի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ստացման process-ը, քաղաքացիության ստացման process-ը պիտի լինի իրավաչափ, բայց այստեղ 0 մերժման դեպքը ցույց է տալիս Հայաստանի կառավարության հանձնառությունը օր առաջ ինտեգրման process-ն ավելի արդյունավետ իրականացնելու եւ մի հետաքրքրական թիվ եմ նաև ուզում առանձնացնել, որ այս ամբողջ process-ի շրջանակներում մենք ունեցել ենք տեղահանված 28000 անչափահաս, տեղահանվածների շրջանում 28000-ն են եղել անչափահասները, որից արդեն մոտ 12000 անչափահասներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն անձնագրավորման եղանակով, բնականաբար հաշվի առնելով ծնողների քաղաքացիության ստացման հանգամանքը։ Իհարկե, մենք տեղյակ ենք, որ վերջին ժամանակահատվածում հատկապես վերջին ամիսներին թույլ տվեք փաստել, որ խնդիրներ, անհանգստություններ, մտահոգություններ եք բարձրաձայնում, որ ինչ որ մի կերպ դանդաղում է process-ը քաղաքացիության դիմումի ստացումից հետո որոշման կայացումը մինչև, բայց ուզում եմ նշել, որ մենք այս պայդրությամբ լիովին այլ իրավիճակ ունենք քաղաքացիության դիմումների մասով, որովհետև եթե անցած տարվա կտրվածքով առաջին կիսամյակում մենք ընդամենը շուրջ 4000 դիմում ենք ունեցել կիսամյակի կտրվածքով ձեզանից եկող, արդեն 2.5 ամսվա կտրվածքով այս տարվա հաշվարկով այդ թիվը արդեն գերազանցում ենք։ Այսինքն եթե անցած տարի առաջին կիսամյակում ընդամենը 4000 դիմում ենք ստացել, միայն այս տարվա 2.5 ամսվա ընթացքում 5000-ից ավելի դիմումներ ենք ստացել, ինչը նաև խոսում է, այսպես ասեմ, ձեռքսեղման մասին, որովհետև մեր հանձնառությունը նաև կիսվում է ձեր կողմից եւ ավելի մեծ տեմպերով ենք ստանում դիմումները ձեզանից եկող։ Մինչև անցած տարվա ավարտը մենք հանձնառություն էինք ֆիքսել, որ մինչև 2 ամսվա կտրվածքով պետք է հանգուցալուծենք բոլոր դիմումները եւ պիտի նշեմ, փաստեմ, որ մենք մեր հանձնառությունը կատարել ենք, եզակի են եղել այն դեպքերը, երբ որ մինչև 2 ամսվա ընթացքում հանգուցալուծում չեն ստացել այս դեպքերը, այլ հավասար պայմաններում, եթե այլ անձինք են դիմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար, այս process-ը 4.5 ամիս է ըստ էության տևում, բայց մենք ընդհանուր առմամբ մեր հանձնառությունը նկատի ունենալով մինչև 2 ամսվա կտրվածքով ավարտում ենք process-ը։ Տեղյակ եմ նաև, որ կա մտահոգություն քաղաքացիության դիմումները թվային պլատֆորմով ստանալու մասով։ 2026 թվականի հունվարի 1-ից մենք այլևս թվային հարթակում ենք ընդունում եւ քննարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասով դիմումները, բայց ես կարծում եմ, որ մենք արդեն ադապտացվել ենք այն իրավիճակին, որ պիտի թվային պլատֆորմներով տարբեր հարցեր կարգավորենք, որովհետեւ սա Հայաստանի Հանրապետության նաև ռեֆորմային օրակարգի մաս է, որևէ ձևով սա չպետք է բացասական նոտայով ընկալել, այլ հակառակը, ես այստեղ նաև դրական ազդակ եմ տեսնում, որովհետև եթե թղթային տարբերակով ներկայացնելու պայմաններում մենք կարող էինք ընդամենը մի քանի 100 դիմում ունենալ 2.5 ամսվա կտրվածքով, մենք թվային պլատֆորմի ներդրմամբ խթան ենք հանդիսացել, որպեսզի ավելի մեծ թվով դիմումներ ներկայացվեն, եւ բնականաբար սա իհարկե իր հետ բերում է մարտահրավերներ, իր հետ բերում է նաև որոշակի բարդություններ, խոստացված 2 ամսվա կտրվածքով process-ը հանգուցալուծելու մասով, բայց մենք հանձնառու ենք process-ը ճիշտ տարբերակով իրականացնելու եւ հնարավորինս արագ քաղաքացիության դիմումների վերաբերյալ որոշումները ապահովելու մասով։ Ուզում եմ նաև շեշտել, որ հաշվի առնելով նաև այս process-ը եւ մեր հանձնառությունը, մենք դուրս ենք բերել են բոլոր վճարային հատվածները, որոնք կար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ստանալու մասով, հենց մեր հայրենակիցների կարգավիճակը նկատի ունենալով եւ այս պայդրությամբ դուք որևէ վճար ըստ էության չեք վճարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դիմելու համար, ի տարբերություն այլ անձանց, որոնք այլ հավասար պայմաններում ներկայացնում են այսպիսի դիմումներ։